Հավաքի դե։ Մատասաբարի լույս։ Արտյոմ, հավաքում ես բերես մամային ծաղիկները։ Հա, տղես։ Հո, արդեն նվիրել է այստեղ ծաղիկներին, դուր։ Չես տալիս։ Դե դուր։ Օպրիմ տղեն, տեսեք, մեր առաջին ծաղիկներն են։ Շատ սիրուն է, ծիրանենիները նոր ծաղկում են։ Զբոսնեցինք, ես հասցրեցի մի փոքր դուրս եկա, գնումներ պիտի անեի, քանի որ այսօր արդեն մայիսի 5-ն է, ավարտվում է մեր խաղարկությունը, որը Instagram-յան իմեջում էր կայացել, գիշերը կավարտվի խաղարկությունը, վաղը արդեն հաղթողի անունը կասեմ, երկու մասնակից կան, որ շատ ակտիվ, այսպես մասնակցում են խաղարկությանը, ովքեր դեռ չեն մասնակցել, հաջորդ խաղարկությանը կարող եք մասնակցել, Instagram-յան իմեջում պարբերաբար կազմակերպելու են խաղարկություններ, ձայներին ուշադրություն մի դարձրեք, Արտյոմը նեղացել է, ամեն կերպ փորձում է արտահայտի իր էմոցիաները, ես գնումներ արեցի մի փոքր, տուփերը բերեցի, պատրաստեմ, որ համ պատվեր ունեմ ուղարկելու, համ որպեսզի մեր մասնակցի նվերը, այսպես գեղեցիկ փաթեթավորեմ, ուղարկեմ, մա ցույց տամ, ինչ տուփեր եմ ես վերցնում, չնայած որ կարող եք պարբերաբար իմեջում տեսնել տուփերը։ Աղջիկներ ջան, վերցնում եմ կամ այսպիսի կրաֆտվի տուփեր, կամ վերցնում եմ նույնիսկ սպիտակը, դա կախված է արդեն խաղալիքի չափից, ինչ չափի է, սրանք հիմնականում 25-ից մինչև 30 սանտի խաղալիքների համար են նախատեսված, երկու հատ այսպիսի տուփ եմ վերցրել, երկու այսպիսի տուփ եմ վերցրել, մազերիս ներքն եմ վերջապես վերցրել, չէի գտնում այդ համարը, վելոտոն եմ վերցնում, աղջիկներ, կրասնայե վիշնյա, ում հետաքրքիր է համարը 66-46-ն է, բավական բաց է ինքը բռնում ու հետաքրքիրն է, որ ամեն անգամ լվանալուց ավելի գույնը երանգը բացվում է, հիմա այսպես կարծես կաշտան է երևում, բայց արևի տակ ամբողջովին կարմիր է, իսկ երբ որ նոր թարմ ներկված է լինում, այսպես սիրուն կարմիր է լինում։ Պատվերներից մեկը ուղարկելու եմ ամսի 10-ին, գնալու է Կոտայք, Աբովյան քաղաք, երկրորդը արդեն մրցույթը կավարտվի, խաղարկությունը Instagram-յան, ամսի 6-ին, այսինքն վաղը կամփոփեմ պատասխանները եւ արդեն կապ կհաստատեմ իմ հաղթող մասնակցի հետ, տվյալները կփոխանցի եւ կփոխանցեմ իր նվերը, ուղարկելու եմ հայ փոստի միջոցով, բոլոր նրանց, ովքեր թեկուզ մասնակցել են, բայց չեն հաղթել խաղարկությանը, ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ Instagram-յան իմեջում պարբերաբար նմանատիպ խաղարկություններ լինելու են, այնպես որ շարունակեք հետևել էջին, եղեք ակտիվ եւ միգուցե հաջորդ մրցույթին հաղթողը հենց դուք կլինեք։ Սուրճս խմեմ, վայելեմ, ուժերը վերականգնվի ու գնամ պատվերները ավարտեմ, որովհետև քիչ ժամանակ է մնացել, տնային գործերի հետ ես հազիվ հասցնում եմ, այսպես ունեմ եւս կիսատ պատվերներ, որոնց թելերն էի փնտրում, բայց չէր եկել, այսօր վերջապես իմացա, որ տղայիս գիրքը, որը Արտյոմը փչացրել էր ու մոտավոր 3 ամիս է ես փնտրում եմ այդ գիրքը, վերջապես այսօր ստացվեց, ասեցին, որ կբերեն, որ կա, այդ էլ վերցնեմ, որովհետև արդեն հանձնելու ժամանակն է շուտով լինելու, չեմ ուզում, որ տհաճ իրավիճակի մեջ հայտնվենք, խոսքը գնում է ռուսերենի առաջին մասի մասին, երեխեք ջան, երկար ժամանակ է ինչ փնտրում եմ այդ գիրքը ու ոչ մի կերպ չէին կարողam գտնել, Փառք Աստծուն ստացվեց, մեծ բեռ էր դա իմ համար, տանենք հանձնենք վերջանա այս պատմությունը, այդպես բոլորիդ լավ օր եմ մաղթում, տեսնեմ հաջորդ անգամ ոնց կստացվի միանամ։ Որոշեցի ձեզ նաև իմ գեղեցկուհուն ցույց տամ, որը երկար ժամանակ էր չէր ծաղկում, տեսեք, երեխեք անունը չգիտեմ, ճիշտն ասած իր անունը ինչ է այս ծաղիկի, այսենց խոշոր սիրուն ծաղիկներ է տալիս, տերևները այսպես սնձանման էին, որոշել էի, որ իր ամանն էլ փոխեմ, մի րոպե ֆիքսի, տեսախցիկս, ահա, որոշել էի փոխեմ, հետո նկատեցի, որ
կոկոմներ ա ոնց որ թե տալիս, ասեցի լավ թող մնա ծաղկի, շատ չի տվել, ընդամենը մի քանի ծաղիկ կա, ինքը այսպես առատ ա տալիս, շատ սիրուն է, անունը չգիտեմ, մեր հարևանուհուց եմ վերցրել, նվիրեց ինձ սոխուկու, այսինքն սիրունություն ինքը ստացվեց։ Այստեղ որոշեցի կամաց խաղարկվող նվերի տուփը պատրաստեմ, տեղավորեմ, այս սիրունն ա գնալու այս անգամ, աղջիկներ ջան, ակտիվ եղեք, խաղարկության ավարտին մնաց մի քանի ժամ, ամսի 6-ին, այսինքն վաղը արդեն կամփոփեմ պատասխանները ու այս սիրունը հաշված օրերի ընթացքում կհայտնվի իր նոր ընկերոջ մոտ։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, բաժանորդագրվեք ալիքին, մինչ նոր տեսանյութեր, այսինքն սիրունություն ա ստացվելու։